Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Դուք շատ շնորհակալություն խոսեցիք առհասարակ անվտանգության շերտերի մասին, ես կուզեմ հարցը սխել մարդկային անվտանգության ամենակարևոր կոնցեպտներից մեկի մասին, անցումային արդարադատության մասին, որը օգոստոսյան հրապարակված փաստաթղթերում, թե հռչակագրում, թե նախաստորագրված համաձայնագրում մենք չտեսանք դրա մասին դրույթներ։ Խոսքս վերաբերում է շատ տարբեր արդարադատության մեխանիզմների մասին, բայց եթե ավելի հստակ լինենք, դրանք ուղղված պետք է լինեն այն խոշտանգումների, բռնության, անմարդկային վերաբերմունքի դեպքերի, որոնք կան մեր ընտանիքներում եւ որոնք տեղի են ունեցել օրինակ 22 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ, երբ Պաշտպանության բանակի կին զինծառայողները նաեւ ենթարկվեցին հարձակումների արդյունքում։ Մենք ուղղակի նաև սա այն դիտարկումն է, որը գալիս է մեր քաղաքացիներից, կանանցից, որ այս վիշտը պետք է մեղմվի կայուն մեխանիզմների միջոցով։ Պարոն վարչապետ, ուզում եմ ձեզանից ճշտել, արդյոք բանակցություններում նախատեսված են այս դրույթները եւ այս մեխանիզմները եւ ոչ միայն մեր կողմից միայն դրանց ներդրումը, այլ երկկողմանի, որովհետեւ վստահաբար նաեւ այն կողմում կան այս մարդկային ճակատագրերի հարցը, հա, այս խոշտանգումները, այս նվաստացուցիչ վերաբերմունքը։ Ինչպես եք տեսնում այս մեխանիզմները եւ արդյոք նախատեսվում են դրանք։ Շնորհակալություն։ Գիտեք, ընդհանրապես խաղաղության հասնելը եւ խաղաղությունը զարգացնել ինքը հանջում է որոշակի մարտավարություն եւ որոշակի ռազմավարություն։ Կան հարցեր, որ իրեն գերզգայուն են։ Եթե օրինակ սկզբնական շրջանում մեր ընկալումներն էր, որ մենք գերզգայուն հարցերը պետք է լուծենք, որպեսզի հասնենք խաղաղության։ Հետո մենք հասկացանք, որ եթե մենք այս մարտավարությունը որդեգրենք, մենք երբեք չենք հասնի խաղաղության։ Երբեք։ Այն հարցերը, որոնք դուք նշում եք, խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացման իմ կարծիքով ամենակայուն շրջանների թեմաներ են, եւ դա ես այդտեղ արդարադատություն բառը չի օգտագործի, որովհետեւ դա վտանգավոր խոսույթ է։ Ես կօգտագործեի երկխոսություն եզրույթը, ես կօգտագործեի առերեսում եզրույթը, որ մենք պետք է հասկանանք ոնց ենք առնչվելու այդ թեմաների հետ։ Այո, բռնի անհետացումներ։ Գիտեք, ես առաջին անգամ 7 տարվա մեջ գուցե ոչ առաջին անգամ ուղերձում ուղղակի ուզում եմ ասել, դրանից առաջ եմ խոսել, բայց առաջին անգամ դա դժվար է այդ նախադասությունը արտաբերել, ասել գիտեք ինչ, հասկանալի պատճառներ է։ Ասել, որ գիտեք, երբ որ մենք խոսում ենք, եւ մենք պետք է խոսենք, եւ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության Ալմատի հռչակագրով արձանագրված Հայաստանի Հանրապետության լեգիտիմ տարածքների օկուպացված լինելու մասին, ասելով, որ մենք ունենք ինքնիշխան տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, գիտեք, քանի տարվա ջանք այնձնից պահանջել, որպեսզի ես այնուամենայնիվ ասեմ, գիտեք, որոշակի խնդիր մենք էլ ունենք մեր հսկողության ներքո տարածքներ, որոնք Ալմատի հռչակագրով Ադրբեջանի ինքնիշխան տարածքն են, բայց մեր վերահսկողության ներքո են։ Բայց ես դա ասել եմ այն բանից հետո, որ հասկացել եմ, որ եթե մենք ուզում ենք խաղաղություն, մենք պետք է այս խոսույթներով խոսենք, հակառակ դեպքում խաղաղություն երբեք չի լինի։ Երբեք չի լինի։ Եվ կան այդպիսի բազմաթիվ հարցեր, եւ բայց իմ կարծիքն է, որ մենք այդ հարցերի հետ պետք է զգույշ լինենք այնքան եւ այնպես, որ հաստատված խաղաղության, խնամքի, հայեցակարգի եւ տրամաբանության մեջ տեղավորվի։ Եվ ոչ մի հարց չի կարող ջնջվել։ Եվ այդ թվում խաղաղության համաձայնագրի տեքստը ինքը տալիս է բոլոր անհրաժեշտ ինստիտուցիոնալ հնարավորությունը։ Բայց ելի եմ ասում, հնարավորությունը մի բան է, ինչպես, երբ, ինչ պայմաններով, ինչ հայեցակարգով եւ ինչ խոսույթով այդ հնարավորությունը օգտագործել, բոլորովին այլ բան։